Հրանտի սպանության մոտ ծախսերի վերաբերյալ անպատասխան հարցերին պատասխան գտնելու փոխագով հրանտի ընկերները նամակով դիմել են վարչապետ Էրդողանին։ 5 օրվա ընթացքում Թուրքիայի ամենահայտնի սենյակագիրները թերթերի իրենց սենյակներում հրապարակեցին այդ նամակը, եւ այսօր մինչեւ 20-րդ դատավարության սկսելը նամակի հրապարակման թիվը հաստատ 57-ի, բայց առայժմ վարչապետից պատասխան չկա։ Եվ 58-րդ անգամ նույն նամակը բարձրացնելու համար հարյուրավոր մարդիկ հավաքվել էին Ստամբուլի 14-րդ ծանր հանցանքների դատարանի առջև։ Այսօր գլխավոր կարգախոսը այս դատն այսպես չի ավարտվելու նախադասությունն էր, որին հաջորդում էին արդեն 5 տարի շարունակ բացականչվող արդարության համար, հրանտի համար սպանողները թող դատապարտվեն խոսքերը։ Այս անգամ եւս դատավարությունը սպասված արդյունքը չտվեց։ Դատավորը հայտարարեց, որ փաստեր գտնելը եւ համապատասխան ուսումնասիրություն կատարելը չի մտնում իրենց պարտականությունների մեջ եւ վճիռն արդեն կայացված է։ Հայցքոր կողմը իդեմս փաստաբանները համարելով, որ մեկ դատով սահմանափակվելը եւ պահանջված մանրամասների ուսումնասիրելը անարդարացի ու սխալ է, լքեց դահլիճը։ 86 էջանոց քրեական որոշման մեջ Յասին Հայալի եւ Օրհան Թունջելի համար նախատեսված է սմահբանտարկություն եւ միայն այսքանը։ Էրգենեկոնի եւ հրանտի սպանողների միջեւ կապը այսպես էլ չցանկացան գտնել կամ ինչպես իրենք են ասում, չեն կարողանում համապատասխան կապ գտնել։ Արդեն 20-րդ անգամ հարյուրավոր մարդիկ հավաքվում են այստեղ, սակայն դատավարության ավարտին այդպես էլ հարցականները շարունակում են օդում կախված մնալ։ Այդպես էլ հայտնի չէր, թե ով էր բուն մարդասպանը։ Լիլիթ Գասպարյան, Շիլան Օսյան, Երկիրն այսօր, Ստամբուլ, Թուրքիա։